Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Մայիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Ստիվ Դեյնսին։ Շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների համար, պետության ղեկավարը ընդգծել է, որ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս առիթով ուղարկված շնորհավորական նամակը։ Իլհամ Ալիևը նշել է, որ ինչպես նշված է ուղերձում, լայն հնարավորություններ կան Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև անվտանգության, էներգետիկայի, առևտրի եւ տնտեսության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար։ Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ Դոնալդ Թրամփի կողմից իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը հատկացված ուշադրությունը արժանի է գովասանքի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Ստիվ Դեյնսը նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման մեծ հեռանկարները։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Սենատորը հիշեցնելով, որ ամերիկացի եւ ադրբեջանցի զինվորները ուսուսի ծառայել են Աֆղանստանում եւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար պատասխանատու ադրբեջանական խաղաղապահ ուժերը վերջին ռազմական զորախումբն էին, որը լքել է Աֆղանստանը։ Ստիվ Դեյնսը ընդգծել է այն կարևոր դերը, որը խաղացել են ադրբեջանցի զինծառայողները քաղաքացիական անձանց եւ զինվորական անձնակազմի այնտեղից տարհանման գործում։ Թուրքիան զգուշավոր կարգավորման գործընթաց է անցնում Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Երբ խաղաղությունը եւ կարգավորումը ձեռք բերված լինեն, մենք կտեսնենք, որ մեր երկրները շահում են դրանից։ Այսինքն, այս հարցում նվազագույն մտահոգություն չկա, ասել է նա։ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան ուրախ է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այս գործընթացին։ Մենք նույնպես անհրաժեշտ ներդրում ենք կատարում եւ պատրաստ ենք դա անել հետագայում։ Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի եւ մեր երկրի համար, ասել էր Էրդողանը։ Զանգիզուրի միջանցքը Ադրբեջանի համար ոչ միայն Նախճիվանի հետ ցամաքային կապ ունենալու հնարավորություն է, այլև Թուրքիայի միջոցով թուրքական աշխարհին ինտեգրվելու նոր գիծ։ Այս մասին Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով Զանգիզուրի միջանցքի կարճ ժամանակում բացումը կհզորացնի նաև Հարավային Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը եւ զարգացմանը։ Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածությունը նույնպես կարևոր զարգացում է կայունության ճանապարհին, եւ մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ, ընդգծել է Էրդողանը։ RGS 2025 զորավարժությունների շրջանակներում Թուրքիայի Կայսերի քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի դիտորդի օր։ Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրակտարօղլուն, Ադրբեջանի առանձին համազորային բանակի հրամանատար Քանան Սեիդովը, Թուրքիայում Ադրբեջանի Հանրապետության ռազմական կցորդի աշխատակիցները, ինչպես նաև մասնակից այլ երկրների ներկայացուցիչներ։ Զորավարժությունների մասնակիցները վարժարանում իրականացրել են զորավարժությունների տարբեր դրվագներ, ընդ որում առանձին համազորային բանակի զինծառայողները ցուցադրել են բարձր պրոֆեսիոնալիզմ։ Վերջում հյուրերը տեղեկացվել են Թուրքիայում արտադրվող զենքի, զինամթերքի եւ անօդաչու թռչող սարքերի, դրանց մարտավարական եւ տեխնիկական բնութագրերի եւ հնարավորությունների մասին։ Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն անցկացվել են մարտական կրակով մարտավարական զորավարժություններ, ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի, Սմերչ համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների ներգրավմամբ։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Զորավարժությունների պլանի համաձայն տագնապ ազդանշանով ոտքի հանված ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումը լքել է մշտական տեղակայման վայրը և տեղակայվել կենտրոնացման գոտում։ Մարտական տեխնիկան պատրաստվել է մարտական օգտագործման։ Սմերջ ՀԿՌԿ-ի ստորաբաժանումը տեղափոխվել է մեկնարկային դիրք և հաջողությամբ կատարել կրակային առաջադրանքներ։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։